Civic. Շնորհակալություն, պարոն Մանուկյան, հրավիրում եմ ձեզ բրիֆինգից հետո մեր խմբագրություն սուրճ կխմենք, համել ձեր հայցած ԱԱՑ-ից հայցած, բայց չստացած հարցման պատասխանը կարող եմ կոպի անել, հանձնել ձեզ, հատկապես որ հարցումը ես եմ ուղարկել։ Կարծում եմ չեք մերժի։ Հիմա գամ հարցից, պարոն Մանուկյան, թեև ձեր գործընկեր պարոն Մամիջանյանն այսպես հեգնանքով, կամահարանքով վերաբերվեց, արտահայտվեց արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցին, բայց այդուհանդերձ ես մի մեջբերում անեմ դրա եզրակացությունից, մասնավորապես Հայաստանի հիբրիդային սպառնալիքները 2026 թվականին։ Խորագրի ներքո գրված է, որ 2026 թվականի ընտրություններով պայմանավորված, որին մասնակցելու է նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, մեջբերման շարունակությունը, Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները մեծ հավանականությամբ կդառնան ավելի ընդգրկուն, բարդ եւ մասշտաբային։ Հավանական է կեղծ խեղաթյուրված կամ համատեքստից կտրված տեղեկատվության օգտագործմամբ տեղեկատվական վնասակար գործողությունների, վնասակար կիբերգործողությունների իրականացումը, ինչպես նաև գետնի վրա գործակալական ցանցի ակտիվացումը եւ այլն։ Պարոն Մանուկյան, հետևելով ձեր հորդորին, փաստերը կողքի դնել եզրակացություններ անելուց առաջ, խնդրում եմ ասեք, փաստերը կողքի դնելով ըստ ձեզ արտաքին որ դերակատարներն է, որ շահագրգռված են Հայաստանում համապատասխան ազդեցության գործողություններ իրականացնել եւ ընդդիմությունը իդեմս նաեւ Հայաստան խմբակցության հեղափոխական դաշնակցություն կուսակցության ինչպես է պատրաստվում հակազդել հնարավոր հիբրիդային հարձակումներին։ Շնորհակալություն։ Նախ սուրճ էր կապած, այնքան Civic-ի ապատեղեկատվություն է հուսել, որ չգիտեմ ինչ ձևով կարող եմ ձեր խմբագրությունը սուրճ խմել, կարող եք ուղարկել, շնորհակալ կլինեմ, բայց նաև ես էլ ձեզ սուրճի առաջարկ անեմ իմ աշխատասենյակում եւ կհանեմ տասնյակներով են հարցում նամակները, որոնք ուղղել են Պաշտպանության նախարարություն, ազգային անվտանգության ծառայություն, տարբեր գերատեսչություններ ու ասել եմ, լսեք, Նիկոլ Փաշինյանը, որ առավոտվանից գիշեր անպատասխանատու հայտարարություններ անում հիբրիդային պատերազմ ազդեցության գործակալներ, շպիոններ, բան։ Ինձ կարաք ասեք, օրինակ բանակի հետ կապված Պապիկյան Սուրենին 3 անգամ հարցնում եմ։ Նիկոլ Փաշինյանը, որ ասա 22 թվից առաջ Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը ինքնիշխանը մոտեցում չուներ։ Կարաք ասեք, այդ ինչ հետազոտության հիման վրա չեն պատասխան։ Բոլորն ասում են Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ բավարարվեք, տողատակով ասում են դե Նիկոլն մի բան ասել է։ Ինչ վերաբերում է ազգային անվտանգության ծառայության զեկույցին, արդեն երկրորդ զեկույցն է, թե երրորդ զեկույցը։ Ինչպես։ Արտաքին հետախուզության։ Երկրորդ զեկույցի ծանոթանալով ակամա հիշում ես մենք ենք մեր սարերը ֆիլմը։ Իսկ մեկ մի հատված կասում, դու ես պետությունը Դու իրենք են արտաքին հետախուզությունը, նայեք, շատ մասնագիտական այդ զեկույց եկեք նայենք։ Եթե վերաբերում է խոսքը Հայաստանի արտաքին սպառնալիքների, ներքին սպառնալիքներին, ի վերջո մեր արևմտյան կողմում կա մի երկիր, Թուրքիայի Հանրապետություն, որը 35 տարի արդեն, 93 թվականից 32 տարի բլոկադայի է ենթարկում Հայաստանին, մինչև հիմա այդ Ռուբեն Ռուբինյանի սիրուն թիթեռները որ կան, հեսա երրորդ երկրի անձնագիր բան, որևէ բան չկա, սահմանը փակ է, բլոկադան կա, որ պարբերաբար Էրդողանի, Ֆիդանի մյուսի կողմից բացառությամբ պես վերջին Նիկոլ Փաշինյանին ծնված խոսքերը, պարբերաբար հայտարարություն են հնչեցվում Հայաստանի Հանրապետության դեմ։ Մի երկիր, որտեղ բոլոր հարցումներով թշնամի իբրև ժողովուրդ ու երկիր դիտվում է Հայաստան ու հայությունը, այդ ամբողջ սպառնալիքների զեկույցի մեջ Թուրքիա անունը հնչել է 3 անգամ, այն էլ ճանապարհների հետ կապված։ Արտաքին հետախուզական ծառայությունը դիտարկելով Հայաստանի սպառնալիքները որևէ տեղ չի էլ քննարկել, արդյոք Թուրքիայի կողմից սպառնալիք կա թե ոչ։ Փոխարենը հոգևոր մշակութային գործիչներին դիտում է սպառնալիք։ Այս շատ երկար թեմա է, անցած անգամ Քրիստինե Գրիգորյանին մանրամասն մեր հանձնաժողովում ասել եմ այն բոլոր հայտարարությունները։ Իրականում ձեզ ասեմ, ես վատ եմ զգում, որ մի երկրի խորհրդարանի պատգամավոր եմ,
որի եւ Պաշտպանության անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ եմ, որը քննարկում է արտաքին հետախուզությանը տրվելիք բյուջեի հարցը, որտեղ ազատ ոճով շարադրությունը ներկայացվում է որպես արտաքին հետախուզական ծառայության զեկույց։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։